Ձեր հարցադրման հետ կապված երեկ առավոտյան ուրեմն ես իմ Facebook-յան էջում հոդված եմ հրապարակել Խարանի աղաղակը վերտարությամբ անդրադարձ եմ կատարել ամբողջ այդ վերջի իրադարձություններին եթե շատ հագիրճ փորձեմ ներկայացնել տեսեք չլսված չտեսնված բան տեղի ունեցավ ամեն դեպքում ամոթալի բան տեղի ունեցավ որտեղ ստացվում է անկախ ամեն ինչից որ դա զինվորական է այսին համազգեստ գրող է թե հայը առաջի անգամ մտավ եկեղեցի վեհարանի տարածք զինված համազգեստով այսպես ասենք դա արդեն իսկ անընդունելի ու հասկանալի չէ որ աշխարհով մեկ խայտարակ եղանք երբ որ պատմությանը հղում ես տալիս ասում են այն ժամանակ դե բոլշևիկյան իշխանությունների ժամանակ հիշում եք ինչ էր պարսկական տիրապետության թուրքական երբ որ միշտ հարձակվել են վաղար շաբաթ երբ որ 1725 թվականին գրավեցին այդ ժամանակ եղել որ մուտք են ստացվում է դրանից հետո հիմա առաջի անգամ հայը մտնում է եկեղեցի ոչ թե աղոթելու այլ բռնություն գործադրումը ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական ամեն դեպքում շատ տհաճ վիճակ էր իհարկե սա չէր կարող անարձագանք դա հրանք էր կատարված դա եւ երևի թե վերջի րոպեին էր որ հասկացան որ չափերը անցնում են եւ չափից դուրս է գալիս իրավիճակը կարող է այնպիսի հանգուցալուծում ունենալ որ հետո այն ինչի մասին խոսում ենք որ հիմա չկար գուցե ժամանակին կանգ առավ որում մարսելու շատ լուրջ խնդիր կլիներ որտեվ կարծում եմ որ երկրի ղեկավարին մինիմում հուշել են որ տակից դուրս չեն գա մինիմում հուշած կլինեն որ տակից դուրս չեն գա այստեղ պետք է հասկանանք որ գործ ունենք հետեւյալ իրավիճակի հետ նախ եթե քրոնոլոգիան նայենք հայտնի դեպքերն էր, որ մեկ տարի առաջ Աճապայանը այնպիսի հայտարարություններ իրեն թույլ տվել, որը ընկալվում է, կարող են ընկալել, որպես ռազմական հեղաշրջման կոչ եւ այլն, հեղաշրջման կոչ առհասարակ։ Եվ այստեղ մեր մոտ հարց է առաջանում, եթե մեկ տարի առաջ է դա եղել եւ բնականաբար դուք ուշի ուշով հետևում եք բոլորիս հարցազրույցներին, հրաբարակային ելույթներին, Այդ ոնց եղավ, որ հենց հիմա որոշեցիք դա կիրառել, այսինքն ստացվում է, որ դուք հավարակում եք, այսպես ասած, կոմպրոմատներ, որոնք որ հարմար պահին օգտագործում եք, ընդ որում հիշում եք հայտնի հայտարարությունը, երբ որ ինքնախոստովանության տեսքով վարչապետը ասում է, որ ԱԱՑ-ն ինձ զետկուցում է բոլորի անձնական կյանքի, նայեք ինչ ասում։ Հետևաբար, եթե այս համատեքստում, այսինքն հասկանում ենք, որ այն մարդիկ, որոնց իրանց համար հաջող չեն, մարդիկ, որոնք խոսում են իշխանությունների դեմ, լինի դա արտար բողոք, լինի էմոցիոնալ բողոք, չգիտեմ, այդ մարդիկ իրենց մոտ այսպես ցուցակագրված են, որոնց որ կերպ ինչպես կարելի է չեզոքացնել, իզոլացնել անում են։ Հիմա մենք դրա ականատեսն ենք դառնում։ Իրենց խանգարում էր Բագրատ Սրբազանը, մենք գնահատականը տվել ենք իր մասով, ձեր հետ միասին։ Եվ Աճապայանը, Շիրակի թեմի առաջնորդը։ Հիմա ստացվում է, ընդ որում նկատել եք իրենց ԱԱՑ մեկուսարանում նույն, այսպես ասած, կամերայում են պահում։ Նու հասկանալի է, չէ, որ խոսեն, ինչ-որ բան լսեն, չեմ կարծում նրանք այդ կանը չեն գիտակցում։ Հիմա հասկանալի է, որ պետք է մեղադրանք հնչեցվի։ Տիկին Մարի, ով է ընդունում հակասահմանադրական որևէ քայլ։ Որ մի ադեկվատ մտածող մարդը կարող է ընդունի որ իշխանափոխությունը կարելի է անել ռազմական հեղաշրջման, այսինքն օրենքի խախտմամբ։ Հատկապես այն պլանը ինչի մասին որ բոլորեն ասվեց եւ դրվեց եկել չի անընդունել է, բայց այստեղ ես որ ընդհանրապես իրավաբաններն են ասում, չէ, անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Հետաքննություն գոյություն ունի։ Թղթեր կան, որոնք որ պետք է իր արժանահավատությունը եւ ընդհանրապես դրա օրինականությունը լինի։ Մանավանդ այդ ձայնագրությունները ինչ մեթոդով են ստացել, ինչ մեթոդով են կիրառելու հիմա։ Այս ամեն ինչը հետաքննության արդյունքում པարզ կլինի։ Բայց ես չեմ կարծում, որ ռազմական, անգամ եթե այդ մարդիկ ասում են ռազմական հեղաշրջում, ընդ որում ճագերտը բացում են ինչի նկատի ունեն երևակայեք այս պահին իրենք կարող է ինչ որ էմոցիոնալ հայտարարության կոնտեքստում այդ ասած լինեն բայց այն որ փաստը ցույց է տալիս որ
Անմիջապես այդ երկու մարդկանց ձերբակալումից հետո նա թոթափվեց, խաղաղվեց եւ հայտնի ստատուսը, այո, հայտնի ստատուսը, տեսեք, այդ հայտարարը երբ տեղի ունեցավ, երբ ձերբակալեց, այսինքն քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը, որտեղ ընդդիմությունը պաշտոնական եկեք ընդունենք, որ այդքան բան չէին կարող անել, որ կան այդ երկու հոգևորականները իրար հետ միասին։ Ու փաստորեն ինչ տեղ ունեցավ։ Հենց իրենց իզոլացրեցին, հայտնի է ստատուսյան հայտարարությամբ, ասում է Ժորժ ջան, եկեք պայմանավորվենք, որ իրար չենք հայոյի, մեկ-մեկ ու արժանապատվությունը չենք վիրավորի եւ այլն եւ այլն։ Բայց հաջորդ օրը ասեց ընտանիքի անդամներին է դա վերաբերում, ինքը կլինի նաեւ սուր եւ կոչի անում իր շրջապատին լինելով։ Անկամ այո, այսինքն զուբ-զազուբ տարբերակը, եթե ինձ կոպտեք բան, ընդ որում ինքը հղում է տալիս իր ընտանիքին, Տիկին Մարի, այդ ընտանիքին ինքն է ներքաշել քաղաքականության մեջ ու թիրախավորել։ Հիմա բողոքումա, որ իմ երեխաներին ուզում է ցույց տա, որ դե բա ես հայ տղամարդ, ոնց եք պատկերացնում, որ ես այս իրավիճակում հանդուրժեմ նման դեպքերը։ Հասկանում, բայց մի հատ չեն ասում, չէ։ Հիմա որ ասեն նախկիններին ինչ որ փորձում ենք մաքրագրել։ Համենայն դեպս նախկին ղեկավարների կանայք եւ երեխաները այսպես ակտիվ մասնակցություն քաղաքականության մեջ հայտարարություններ չէին անում։ Իրենց չէին մտցրել քաղաքականության մեջ, որ այդ կերպ էլ թիրախավորվեն։ Հանուն արտարության եկեք ասենք։ Հիմա այս մարդը իր տիկնոջ հետ մտել է ակտիվ քաղաքականության մեջ ու ուզում է չթիրախավորվի։ Երեխաները հայտարարություններ են անում, ընդ որում քաղաքական բնույթի, ու ուզում են, որ հանգարց չթիրախավորվի։ Մանավանդ այնպիսի գաղջ մթնոլորտ է ձևավորվել, որ ինքը այդ նույն ժողովրդին իր մաղձաթափությամբ, ստատուսագրությամբ ներկայանում է, ընդ որում մի մարդ, որը այլ արժե համակարգ ունի, խոսում է սաղմոսների, ցիտում է Աստվածաշունչ, հետո բողոքում է, որ իրեն հայոյում են, իրեն վանկարկում են, եւ այլն եւ այլն։ Իհարկե ամոթալի է։ Հայտնի բերանս չի ֆռում ասեմ, թե ինչ հայտնի, մինչև այդ ինչ ստատուս էր գրել, հայտնի դեպքերը ապացուցելու համար ինչ էր պատրաստ։ Ողջ միջազգային մամուլը լրահոս է դեր խոսում։ Դա մեր բոլորի խայտարագությունն էր երկրի ղեկավարը։ Հենց իմ ասած հարցը դրա մասին էր, թեկուզ Մայրաթոռում մենք տեսանք 100-200 հավատացյալների, այսինքն մեր եկեղեցուն սպառնալիք էր այդ ժամանակ վտանգ էր։ Ես ոչ թե կոչ եմ անում ինչ-որ փողոց դուրս գալ, ճանապարհներ փակելու եւ այլն, մեր մտահոգությունները արտահայտելու ժամանակ էր մենք նորից համախմբված չենք, թեկուզ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները, չէ՞ որ մենք ամեն մեկս մեզ վերավերցնում ենք այդ պահին, որ դա կարող է նաև որտեղ մենք տեսնում ենք, որ սրանք ավելի շատ անձնական բնույթի վիրավորանքներ եւ տեսեք այսօր առավոտյան մարդը նորից գալիս է նույն ցավին։ Ես այդ ցավը գարեգինացավ եմ անվանում։ Նախկինացավ էր, հիմա գարեգինացավ է։ Հիմա եղբայր ինֆորմացիա ունես, կին ունի, երեխա ունի, հրաբարակի։ Այսինքն դու թողել ես, որ ինքը իրենով հեռանա կամ ընդունի, որ երեխա ունի եւ այլն։ Կամ քո գերխնդիրը նրա երեխա ունենալն է, կուսակրոնությունն է, քավլիցի։ Տիկին Մարի, խնդիրը նա, որ այդ մարդը իր համար պերսոնա նոն գրատա է, այսպես ասած։ Չի ընդունում, որտեվ այսօր եկեղեցին իդեմս այդ մարդու ստացվում է միակ ինստիտուտն է որպես այդպեսին, որը հագաճառում է, ընդդիմանում է եւ այլն։ Ու մենք լավ գիտենք այդ ինչ հարաբերությունների համատեքստում է։ Հիմա Փաշազադեի հոգին փառավորվում է, որ նայում է ինչա տեղի ունենում Էջմիածնում։ Ստացվում է, նա ասում էր եկեղեցին ռազմական հեղաշրջում կատարող է, հիշում եք ինչ անուններ էր տալիս, վտանգավոր է, այո։ Ստացվում է հաջորդ օրը բան անում։ Հիմա ինչպես կապել չլինի, արդեն ագամա դու կապ ես ստեղծում։ Ընդ որում Ստամբուլից գալուց հետո այս իրավիճակը սկսվեց, դա էլ մեկ այլ կապ է։ Այո։ Նրանք ասում են Նիկոլ Փաշինյանի իր կազմով թուրքական գործակալ է, իշխանությունը նրանց բումերանգային մեղադրանքները եւ այլն, արդյունքում ժողովուրդն է խայտարագում։ Ամբողջ աշխարհով մեկ խայտարակ եղանք։ Նորից գալիս ենք նրան, երբևէ ով կմտածեր, որ զինված հարձակում կլինի ու հարձակում մի քիչ չագերտավոր։ Հայ առաքելական եւ Մայրաթոռի վրա։ Դուք պատկերացնում եք, չէ՞, դուք տեսել եք մամուլը, դուք տեսել եք ադրբեջանական խինդու ծիծաղ ուրախությունը, չափ ու սահման չկա։
Հասկանում եք, առիթ ենք տալիս, թիրախավորում ենք մի կառույց, որը ինստիտուցիոնալ չի կարելի թիրախավորել։ Եթե դու մեկի հետ կռիվ ունես, այդ մեկին դու կարող ես որպես վարչապետ ներքին կարգով ոչ թե մեկի, դա մեկի մասին չի խոսքը, մեկ չլինի 11 լինի։ Ինստիտուտի մասին է խոսքը։ Դու խնդիր ունես իդեպ կոնկրետ այդ մարդու հանդեպ, այդ հարցը լուծիր։ Այս ժամանակին ես չէ ասում, ձեր տաղավարում եմ ասել, նույն այդ կոնֆլիկտային վիճակ, այդ գզվռտոցը դեմոնստրացվող Սարգսյան Քոչարյան մեկի իշխանություն եք փոխանցել, մանկուց իրար հետ եք մեծացել, հարցեր ունեք, խնդիրներ ունեք, նրանց բարիշացնելու, չէ՞, հարթակի մեջ բերելու։ Բաներ ունեք ասելու, եղբայր փակվեք մի սենյակում, ձեր հարցերը լուծեք ամոթ է։ Էս ինչ մի իրար միս են ուտում ինչ որ դեմոնստրել, ժողովուրդն էլ բան է, այդ Քոչարյանական Սերժա։ Հիմա նույն պատմությունն է։ Այ ասում եք, չէ, դա Աջապայանի պա, ես հիշում եմ հայտնի դրվագը նույն Աջապայանը ասում էր խորհուրդ էր տալիս Սերժ Սարգսյանի Եվրոպայի այո, որ նոր ուժերը թող գան, այո, ընդ որում հենց այս իշխանություններին էր ընտառաջում, ասում էր թողեք, թող հլը աշխատեն, տեսնեն։ Հա ուրիշ բան, երբ որ իրադարձությունները հետեւյալ արավիշներով հանդերձ այսպիսի կուլմինացիա ունեցան, հայտարարության տեքստն ու բովանդակությունը փոխվեց, հիմա էլ ինչ որտեղ էմոցիոնալ հայտարարություններ են անում։ Բայց այդ մարդուն հիմա էլ են գալիս նրան, մի տարի առաջ հայտարարության համար հիմա ես գործառույթում։ Դա խոսում է, որ դու կոմպրոմատային ես, դու կարող ես ուլտիմատումներ ներկայացնել, չբավարարեն, դու ասես, հա, ձեռքից գործիք կա, հիմա նայի քեզ ինչ եմ անում։ Մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանը հավաքել էր ժողովրդին եւ կոչեր էր անում իշխանափոխության, արդյոք այդ օրը չէին կարող այս նույն ձևով այդ մարդուն ձերբակալ էին կամ այդ գիտեք որն է, նույն բանն է, երբ որ Նիկոլ Փաշինյանը 10 քանի հոգով քայլում էր փողոցներով, մագիստրալներով ու կարող էին ձերբակալել, բայց չձերբակալեցին ու կամ երբ որ եկավ արդեն քաղաք ու հայտնի դեպքեր էր։ Բան կարծեմ, գուցե լուրջ չեն վերաբերվել եւ չեն պատկերացրել, որ դրանք կարող են ավելի վտանգավոր դառնալ, գուցե չեմ կարծում, այս վերջի դեպքերը սա էլի նորից ինչ որ դիվիդենտներ հավաքելու կարող է չի բացառում, բայց այս համենայն դեպս եթե իրավիճակին փորձենք տալ գնահատական Փաստը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը մաստեր կլաս ցույց տվեց Սերժ Սարգսյանին, թե ոնց պետք է անես, որ հանգարց իշխանությունը չզիջես։ Այս վերջի իրադարձությունները, այդ տեսեք Սարգսյանն էր, չէ, ասում էր, չէի ուզում արյուն թափվեր, բախում լիներ, դրա համար ասեցի, ես սխալ եմ, նա ճիշտ է, իշխանությունը հանձնեցի։ Ինչ որ միտեղ զավեշտի ժանրից է, հա, շախմատային այսպես խոսույթով եւ այլն։ Բայց փաստը այն է, որ մենք տեսանք, որ այս մարդը չզիջեց իր դիրքերը։ Այս մարդը ելել է եկեղեցու դեմ, այս մարդը ելել է ամբողջ իրեմ հայ ինքնության դեմ, ընդ որում այդ ամեն ինչը մարսվում է, համակերվում անցնում է։ Այս ամեն ինչից հետո հայ ժողովուրդը, այ ասում ենք, չէ, սահմանադրության անդին ոչ մի տարբերակը չի գործում եւ անընդունել է։ Ընդվզում պետք է լիներ, ցասում պետք է լիներ, համաժողովրդական շարժում պետք է ձևավորվեր, ինքնակամ, ինքնահոսի, չգիտեմ ինչ որ, թեկուզ էմոցիաների հիմքի վրա, ժողովուրդը տեսնում է, չէ, ինչա տեղ ունեն, չտեղ ունեցավ։ Եվ այս մարդը ասում է, այ տենում եք, ուրեմն ես ճիշտ եմ անում։ Ուրեմն իմ մոտ ստացվում է։ Դժգոհ են, անհանգստություն։ Ապատիկ ամորֆ վիճակ է, բայց այո, ամորֆ ու ապատիկ վիճակ է։ Մարդը ասում է՝ «Մայա խատաս կրայու, ես գործ չունեմ քաղաքականությամբ չեմ զբաղվում, թող մի հատ լիդեր գտնվի կամ էս փրկի»։ Այսինքն չենք ընդունում իրենց, բայց որպես քաղաքացի մենք գործառույթ մեր վրա չենք վերցնում։ Այսօր այդ պատկերն է։